Երկու օր առաջ հիշում ենք ազգային ժողովում ինչ է տեղի ունենում, էլի նախկին ներկախառնվել էին իրար էին այոյում եւ քաշքշում, սակայն մի դեպք եղավ, որին կարծես թե շատ ուշադրություն չդարձրեցինք։ Խոսքը Արսեն Թորոսյան երևույթի եւ նրա արած հայտարարությունների մասին է, ով ազգային ժողովի ամբիոնը օգտագործեց եւ բառացիորեն ասաց իրենց թուրք ասողի լավներ, հերներ, վերներ, ընտանիքներ։ Կներեք, որ կրկնում եմ։ Սպասում էին, մտածում էին իշխանություն են, վարչություն ունեն, վարչապետ ունեն, կարող ամեն դեպքում ինչ-որ հետևանք լինի, ներողություն խնդրի, մանդատը վայր դնի, տուգանվի, վռնդվի, բայց ոչ մի բան։ Անցավ գնաց, հա։ Նիկոլ Փաշինյանը է ձեր իրական Հայաստանը։ Ապա պետությունից եք խոսում, բաս ի՞նչ է։ Դուք հասկանում եք տվյալ մարդու լկտիության ու ցածրության աստիճանը։ Ինչ է նա ասել, դուք գիտակցում եք։ Բաժանաբյանը ոչ իր Facebook-ն է, ոչ YouTube-ն է, ոչ էլ TikTok-ն է։ Ժողովրդի վճարած հարկերով աշխատավարձ ստանա Բաժանաբյանը օգտագործի, որ մարդկանց հայր-մայր ընտանիք հայերի կամ հայոյանք դնի։ Ինչ ձև է։ Ո՞ս կարող այդ մարդը լինի պատգամավոր, մտել մեծամասնության։ Ազգային ժողովը դարձել է հանրային տաղավար, դա ձեր սեփականությունը չի։ Արժեզրկելով ու ապամոնտաժելով պետական ինստիտուտները թքելով օրենքի վրա դուք ինչ եք ուզում անեք։ Ո՞ս կարող եք դուք պետությունից եւ կառավարումից խոսել։ Նման բաները չի կարող դառնալ մեզ համար սովորական երևույթ։ Մենք միշտ հիշեք դա։